6000 դրամ եմ վճարում եղունգներիս ու չէ, դժգոհ չեմ։ Արդեն երրորդ անգամն է սպասարկվում եմ նույն տեղում, այնպես որ մեկնաբան է։ Միգուցե այս մանրուքը ծիծաղալու է, բայց այնքան է դուրս գալի հենց իրանց ֆրեզան, որովհետև բացարձակապես չի ցավացնում ու հա, կան ֆրեզաներ, որ ինձ սարսափելի ցավացնում են, ուղղակի ես ծպտուն չեմ հանում։ Իրանցը նուրբ է ու վիբրացիան չեմ զգում։ Համար կարևոր է, որ կուտիկուլաս մաքրվի, բայց զուգահեռ չփրթեն, չցավացնեն։ Մանրուքներին ուշադրություն դարձնեն։ Ու այնպես մշակեն կուտիկուլան, որ օրինակ նման աշխատանքից հետո այսենց չորություն չառաջանա տհաճ եւ տգեղ եւ անգամ այսենց միկրո ճակ։ Ու ինչու՞ չէ նաեւ հաճելի է, որ օրինակ այդ գնի մեջ շատ հաճելի սկրաբով մերսումել են ապահովում։ Ու հա, շատ ավելի թանկ վայրերում անգամ սա էլ չեն ապահովում։ Լինելով փոքր սրա, ստեղծել են հարմարավետ եւ էսթետիկ անկյուն։ Bro, ինչու այլևս այս քաղաքում թաց ոտնահարդարում չեն անում։ Ասենք անձամբ ես հենց այս թիթիզությունն ու հաճույքն եմ ուզում։ Լուրջ եմ ասում, ինչի եք դադարել թաց ոտնահարդարումներ անելուց։ Իհարկե մորս կորցնելուց հետո եւ շատ մեծ ստրես ապրելուց հետո ես իհարկե ենթագիտակցորեն եմ փնտրում նման վայրեր։ Ես որ հասկանում եմ, որ կարծիքս շատ սուբյեկտիվ է։ Եղունգների մաքրումը կատարյալ էր, ել չխոսամ անմահական մերսման մասին։ Ուղղակի դուք չեք պատկերացնում ես ինչ սարսափելի տարի եմ ունեցել։ Ոտնաթաթերի մերսումից հետո 7-րդ երկնքում էի։ Ոտնահարդարումն ու մատնահարդարումը կատարում եմ Իսկանդարյան Beauty Space-ում, ամեն առումով շատ գոհ եմ, դուք էլ կարող եք փորձել։